Մի նկատառում այստեղ դա իմ զուտ դատողությունն է, ես ոչ մի աղբյուրից չեմ օգտվում, դա կարող է անել Հայաստանի իշխանությունը։ Այս իշխանությունը ինքը ինչ իշխանություն էլ լինի։ Այո, կարող է։ Պարտված իշխանության մասին է խոսքը։ Այո, կարող է անել։ Եթե ադրբեջանական կողմը ավելի մեծ կորուստներ ունենալով 94 թվականին, ավելի մեծ կորուստներ ունենալով, քան մենք 20 թվականին ունեցել, ինքը կարողացել է դա անել, երբևիցե չի հրաժարվել իր իրավունքներից, ավելին, օրինակ փաստով եմ ասում, մարդիկ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներն են անգամ պահել, բացի նրանից, որ Լեռնային Ղարաբաղից падգամավոր են ունեցել Մելի Մեջլիսում։ Եվ կարողացան 30 տարի ձգել։ Այո, եւ կարողացան ձգել ու կարողացան հաջողության հասնել։ Միայն այսպես Ադրբեջանի եւ Հայաստանի օրինակով չգնանք։ Այնպես չի, որ մնացած պոստկոնֆլիկտային այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեան եւ Հարավային Կորեան իրենց օրենսդրությամբ եւ մյուս երկիրը չեն ճանաչում։ Այսինքն ամեն մեկն էլ նստած սպասում է, թե երբ հայ մյուսի ոտքը ընկնելու, որպեսզի իր օրենսդրությամբ սահմանված այդ ամեն ինչը իրականություն դարձնի։ Այնպես չի աշխարհի։ Այսօր Ադրբեջանի սահմանադրության մեջ հողային պահանջներ կա Ռուսաստանի նկատմամբ։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը Վրաստանին, այսօր Ռուսաստանն ու Ադրբեջանը գտնվում են բավականին բարի դրացիական հարաբերություններում։ Հասկանալի է, որ վաղը մյուս օր եթե ռուսական կայսրության կործանում լինի, ադրբեջանական կողմը հղում է անելու այդ ամեն ինչին, ասելու այն իմ տարածքն է։ Եթե Ադրբեջանը այդ ոչինչ չպատահի, այդ դեպքում։ Դե եւ դիցուկ ենք ասում, էլի, այսինքն այս իրավական բազան շատ կարեւոր է, որպեսզի դու հետագայի, դու ապագայի քաղաքական գործիչը այսօրվա համար չի, էլի, քաղաքական գործիչը նաև ապագան կանխատեսելու, կանխորոշելու եւ ազգային ու պետական մտածողություն ունենալու համար է։ Մի դետալ էր, որը ըստ իս շատ կարևոր է։ Ինչ է կատարվել 2023 թվականին Արցախում, ես հանդիպեցի ձեր գործընկերոջ Դավիթ Մելքումյանի պատմածին, ծանոթ եք։ Որոշակիորեն ծանոթ եմ։ Ես մեդիահաբին տված հարցազրույցն եմ տեսել, ճիշտ ասած։ Դե հետը չեմ տեսել։ Նկարագրվում է Արայիկ Հարությունյանի հրաժարականի ոդիսական, հա։ Դուք ունեք այլ վերսիա այստեղ, ինչ է։ Իմ վերսիան հիմնված է փաստերի վրա, այլ ոչ թե ենթադրությունների։ Գոյություն ունի Ռուբեն Վարդանյանի վիդեոուղերձը, որը այդ ժամանակ արդեն պետնախարար չէր, բայց ղեկավարում էր անվտանգության ճակատ, այսպես միավորում կար, որի մեջ ընդդիմադիր քաղաքական 3 կուսակցություններ կային, որտեղ ինքը ասում է, որ Արայիկ Հարությունյանին դիմում է, որ խոստացել ես հրաժարական տաս, այսքան մարդկանց մեջ խոստացել ես հրաժարական տաս, դուր հրաժարականդ, ու ասում է, որ այսպես 4 անգամ էլ ես խոստացել մեզ, որ հրաժարական ես տալու, որը հստակ այդպես անձրեն աչքով է դրանից կարելի է ենթադրել, որ որոշակի ճնշումներ Արայիկ Հարությունյանի վրա եղել են։ Ավելին, Ռուբեն Վարդանյանի կողմից Լեռնային Ղարաբաղ գալուց հետո հստակ էր ներքաղաքական դաշտում, որ տեղի է ունենում Արայիկ Հարությունյանի քաղաքական շրջանակների մեկուսացում, մաքսիմալ ամեն ինչ արվում էր, որ իր քաղաքական հնարանները կամ անցնեն այս մյուս ճակատը կամ լրիվ չեզոքացվեն, սրանք փաստեր են, որոնք հա կարելի է նստել։ Երևանը մասնակցություն ուներ այդ ամենը։ Չեմ կարող ասել, կարող եմ միայն արձանագրել եմ փաստը, որ Արայիկ Հարությունյանի հեռանալը ողջունվել է Հայաստանի Հանրապետության քաղաքական որոշ շրջանակների կողմից։ Դիմության։ Այո։ Նաև կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները նույնպես կողմնակից են եղել, որպեսզի Արայիկ Հարությունյանը իշխանության չմնա, կոնկրետ այսպես որպես ապացույց էլի, փաստ ապացույց չի կարա լինի։ Այսինքն ինչ էր լուծվելու այդ հարցը։ Դե փաստացի այդ տեղի ունեցած իրադարձությունների հիմնական շահառուն դարձավ հենց ներկայիս իշխանությունը, որտեղ դուրս եկավ, ասես դե տեսակ գնացի հեղաշրջման հետևանքները ինչ եղավ, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի Արցախում։ Դե փաստերը այդ մասին։ Փաստերը այդ մասին է, փաստն էլ այն մասին է, որ այդ տեղի ունեցած իրադարձությունների շահառու հանդիսացան հենց իրենք, որովհետև կոնկրետ օրինակ անձնական ես հրապարակել եմ այդ անձնական խոսակցությունը իմ եւ Արայիկ Հարությունյանի 2 թե 3 օր մնացած ընտրություններին Շախրամանյանի, երբ որ իրեն զանգ է գալիս, ինքը վերցնում է, ասում է, այո, պարոն վարչապետ, իրավիճակը լարված է, այս կողմ են կողմ, եւ ասում է, որ եթե անգամ առաջի փուլով Շախրամանյանը չանցնի, երկրորդ փուլով անպայման անցնելու է, հա։ Ես սրանից ենթադրություն եմ անում, որ իրենք էլ շահագրգռված են եղել, որ
Շախրամանյանը չանցնի։ Ինչու՞ այդ շահագրգռվածությունը ուր է տանել։ Այդ շահագրգռվածություն տարելու է այնպեսի քաղաքական իրավիճակի, որտեղ հիմա իրենք կանգնելու են, ձեռքերը լվանան, ասեն մենք ոչ մի կապ չենք ունեցել։ Այնա մենք ձեզ առաջարկում էինք, շատ լավ բաներ էինք առաջարկում, դուք այդ այսպես էլ ասում են, չէ՞, որ Սոֆիային առաջարկել, ես ենք առաջարկել։ Դուք, հա, դա շատ կարևոր հարց է։ Այդ բանակցությունների շրջանակին տեղյակ եք, ովքեր են եղել։ Ովքեր են եղել։ Շրջանակին տեղյակ Եթե դա բանակցություն պետք է կոչի։ Շրջանակին տեղյակ չեմ, կարող եմ ասել, որ երբ որ խոսակցությունը գնացել է, որ այսպիսի բանակցություններ պետք է գնան, ես իմ պատրաստակամությունը հայտնել եմ իմանալու, որ ինչպիսի հարվածի տակ կարող եմ ընկնել այդ բանակցությունների մասնակցելու համար, իմ պատրաստակամությունը հայտնել եմ այդ բանակցություններում գնալու, չգիտեմ ինչ պատճառներով ես այդ որևէ ցուցակի մեջ չեմ ընդգրկվել, որ պետք է այդ բանակցություններին մասնակցել։ Փաստը այն է, որ այդ բանակցությունները ի սկզբանե ինչ պարամետրերի մասին խոսվում էր, այդպես չէր, այսինքն խոսքը գնում էր ինչ-որ միջազգային երրորդ կողմի ներկայությամբ, բայց ընդհանրապես տեղն էր, որ երրորդ կողմը պետք է լիներ Ադրբեջանի եւ Արցախյան կողմի ուղիղ բանակցություն կոնկրետ փաստաթղթի շրջանակներում, ինտեգրման process-ների շրջանակներում նմանօրինակ այդպես բանակցություններ մինչ այդ եղել են ռուսական կողմի միջնորդությամբ ավելի շատ տեխնիկական բնույթի հարցեր քննարկելու, այստեղ ավելի շատ լուծում է այն ժամանակ ինչ որ ես էի առաջարկում 20 թվականից հետո նույն Արայիկ Հարությունյանի եւ մաքսիմալ լոբինգ էի անում, որ ուժային կառույցները այդ պահին փոխանցի Սամվել Բաբայանին, որ այդ պահին գտնվող Լեռնային Ղարաբաղում ռազմական ամենալավագույն ոչ ստանդարտ մտածող կերպարներ եւ գուցե նրա միջոցով հնարավոր լիներ որոշակի պաշտպանություն կազմակերպել կամ որոշակի ռեսուրսներ կարողանալ գեներացնել եւ ստիպել Ադրբեջանին նստել իսկապես բանակցությունների, այլ ոչ թե գալ եւ պարտադրանքի լեզվով միայն խոսել։ Կար որոշակի ներքաղաքական կոնֆլիկտ կոնկրետ իր մասով եւ այդ ներքաղաքական կոնֆլիկտը բերեց նրան, որ վերջում այս ամեն ինչը տեղի ունեցավ։ Մի կարևոր արձանագրում եմ ուզում անել այն պահից սկսած, երբ որ այլևս Խովայովյան պլան չկար սեղանին եւ կար Պրահայի գործընթաց, որից հետո Լեռնային Ղարաբաղը հստակ կոնկրետ մնացել էր Ադրբեջանի հետ մենակ, այդպիսի իրավիճակում նման ճանապարհը հստակ երևում էր, որ տանելու է դեպի հայաթափում։ Հիմա Սոֆիայի առաջարկ եղել է, չէ՞։ Այո, եղել է Սոֆիայի առաջարկ, Սոֆիայի առաջարկի ժամանակ քննարկումներ է տեղի ունեցել, ի սկզբանե հայկական կողմը դրական տրամադրվածություն է ունեցել Սոֆիայի մասնակցելու համար, անգամ այդ օրակարգով, որպեսզի հետո չկանգնեն ասեն, որ Արցախյան կողմն է տորպեդահարում բանակցությունները։ Ռուսական կողմը կապվել է Արայիկ Հարությունյանի հետ, խոստացել է հիմա կոնկրետ չեմ կարող հիշել ինչ մեկ շաբաթ, երկու շաբաթվա մեջ կազմակերպել նույն այդպես ձևաչափով բանակցություններ Իվանյանում իրենց միջնորդությամբ նախապայմանով, որ 100%-ով բանը բացվելու է, Լաչինի միջանցքը բացվելու է, հայկական արցախյան կողմը համաձայնվել է այդ ճանապարհով, որ այդ ձևաչափով գնա, ռուսական կողմը ավանդույթի համար խաբել է, համաձայն խաբել է եւ նոր արդեն մենք համաձայնվել ենք Բրատիսլավայում բանակցություններին, այդ դեպքում արդեն հետո ադրբեջանական կողմն է հրաժարվել Բրատիսլավա գալուց։ Երևի հենց այդ ժամանակ էլ որոշվել է ուժով ավարտել։ Դե, չգիտեմ, ինձ թվում է ավելի շուտ։ Եթե ռուսական կողմի հետ եղել է այդպիսի արդյունք։ Թվում է ավելի շուտ է որոշվել, այն պահից, երբ որ փակվել է միջանցքը, ամբողջ խաղակարգը եղել է նրա վրա, որ փակ պահենք, երբ որ բացենք, որպեսզի տակամարտ չմնա, որտեղ այդ հոգեբանական բանը էլի, եթե 8 ամիս մարդուն փակ պահում ես ինչ-որ միտեղ եւ հանկարծ բացում ես ճանապարհը։ Այսինքն ադրբեջանական կողմը ինտեգրացիայի օրակարգ չի ունեցել։ Իրենք դա զուտ արել են, պես արտաքին աշխարհին ցույց տալու համար։ Դե արտաքին աշխարհից օգնություն ստացել է Ադրբեջանը, որ դե իհարկե ստացել է։ Կոնկրետ այս պարագայում կարծում եմ, որ նաեւ այն ինֆորմացիոն դաշտում գտնվող տեղեկությունը, որ միջև տեղահանությունը տեղի ունեցել 3 երկրների Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Ռուսաստանի ներկայացուցիչների հանդիպում Ստամբուլում, այսպիսի տեղեկություն ա եղել, իհարկե չի հաստատվել ինքը պաշտոնական, բայց եղել է այսպիսի տեղեկություն, որից հետո տեղի ունեցել հայտնի օպերացիան, այսպես ասեմ, Հարավային Կովկասում, երբ սա չի նշանակում, որ մեզնից ոչ մի բան կախված չի, պարզապես մարդիկ նայում են մաթեմատիկական ինչպիսի համադրություն կա տվյալ տեղը եւ ինչ կարելի է դրանից իրենց համար օգուտ քաղել եւ ըստ եղած ուժերի բալանսի էլ իրենց որոշումները կայացնում են։ Սա տրամաբանական է, մենք էլ լինենք նույն կերպ կվարվենք։
Պիտի ավարտենք, ինձ ասացին, որ ժամանակը մեր հաղորդման համար նախատեսած սպառվել է, վերջինն եմ ուզում հարցնել, եթե ինչ-որ ավելի թարմ բան ունեք ասելու, ինչու հենց այդ մարդիկ հայտնվեցին Բաքվում։ Դժվար հարց եք տալիս, կարծում եմ երևի այդ մարդկանցից ավելի շատ բան ունի ստանալու Ադրբեջանը, անձինս քաղաքական եւ տեղեկատվական մակարդակում հետագայում Հայաստանի Հանրապետության դեմ օգտագործելու եւ հենց ճանապարհով էլ գնացել է։ Եթե նայում ենք ինչպիսի այդպես ոլորտների մարդիկ են, քաղաքական եւ ռազմական ոլորտի ներկայացուցիչներ, որոնք որ երկու կողմից էլ կարող են Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք տալ եւ փաստացի այդ փոքր կտորները, որ տեսնում ենք, որ ադրբեջանական կողմը տեղադրում է իրենց տելեգրամյան ալիքներում եւ տեղեկատվական հարթակներում, հենց այդպիսի ցուցմունքի հատվածներ են։